այդ հարցի վերաբերյալ եղել է երկու խորհրդակցություն, մեկի հետ կապված կազմել է աշխատանքային խումբ փոխնախարարի գլխավորությամբ, որը մեկնել է եւ կազմակերպել է տեղում աշխատանքները եւ ամփոփել ենք ստեղ։ Գիտեք, որ վերջի մեկ շաբաթը ես պրակտիկորեն զբաղված եմ մեկ հարցով, իսկ այս հարցը այսօր օրակարգային ամենակարևոր հարցերից մեկն է, հաշվի առնելով որ հարցի վերաբերյալ ուշադրությունը մեծ է, պետք է նաև տեղեկացնեմ, որ հոկտեմբերի 31-ին նախարարի հրամանով 2544 հրամանով ստեղծվել է նաև հրաման է արձակվել ներհիվանդանոցային վարակների կանխման վերաբերյալ, այդ հրամանը նաև ժամկետները երկարացվել են դեկտեմբերի նոր հրամանով եւ ուսումնասիրություններ են անցկացվում, մշտադիտարկումներ են անցկացվում ամբողջ առողջապահական ցանցում 20 օրվա ընթացքում պետք է խոշոր հիվանդանոցների վերաբերյալ այդ հարցը քննարկվի եւ 2 ամսվա ընթացքում ամբողջ ցանցի վերաբերյալ ատամնաբուժարանները եւ լաբորատոր ցանցը, դիալիզի կենտրոնները, վիրահատարանները, այդ բոլոր կենտրոնները ամբողջ աշխարհում համարվում են որպես ներհիվանդանոցային վարակի բարձր գոտի եւ համապատասխան ընթացակարգերով կանոնակարգվում են։ Եթե կան խախտումներ այդ ընթացակարգերի հետ կապված, գործող ընթացակարգերի հետ կապված, մասնավորապես 92 թվականի օրենքի կառավարության որոշման 12 թվականից 16, որը որ համապատասխանաբար կարգավորում էր ներհիվանդանոցային վարակների խնդիրը եւ նաեւ նախարարի հրամանների հետ կապված, մասնավորապես հոկտեմբեր ամսի հրամանի հետ կապված, այդ բոլոր խախտումները գրանցվելու են եւ համապատասխան իրավապահ մարմիններին են տրամադրվելու